Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Օգոստոսի 8-ից հետո, երբ արդեն ավարտված էր 12 օրյա պատերազմը Իրանի և Իսրայելի միջև, Իրանի քաղաքականությունը կարծեք թե այսպես առաջնահերթ ուշադրության առարկա չէր եւ դա ուներ շատ օբյեկտիվ պատճառներ։ Նախ Մերձավոր Արևելքում տեղի ունեցան շատ կարևոր փոփոխություններ, դա Իսրայելի եւ Գազայի միջև միջնորդավորված, իսկ ավելի ճիշտ Համասի միջև միջնորդավորված պայմանավորվածություններ, որը էականորեն լիցքաթափեց իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Սակայն չլուծված է մնում Հեզբոլլահի հարցը Լիբանանում, պետությունը այդպես էլ կարողություն չունի, որ զինաթափի Հեզբոլլահին, որը մի պետություն է պետության մեջ, բանակ է առանձին պետության մեջ եւ ըստ էության հաշվետու չէ այդ պետությունը, վերածվելով ապակայունացման մի օջախի։ Իսրայելն էլ որոշում է ինքը զինաթափել, իսկ դա նշանակում է մի նոր ներխուժումի Լիբանանի հարավ եւ ահա մամուլով տեղեկատվություն է տարածում, որ Իրանից նոր $1 միլիարդ չափ այսպես սուբսիդիա է եկել Հեզբոլլահին վերազինման համար կամ վերակառուցման համար, որքանով է դա հավաստի, որքանով չէ, բայց նման տեղեկատվություն կա։ Բացի դրանից պաշտոնական Թեհրանի հայտարարությունն է, որ նրանք չեն հրաժարվում իրենց ավանդական քաղաքականությունից։ Այս ամենը հասկանալի կլիներ, եթե Իրանի ազդեցությունն այդ աստիճան նվազած չլիներ տարածաշրջանում, հատկապես Սիրիայում։ Սիրիայում էլ մենք տեսնում ենք, թե պատմության մեջ առաջին անգամ Սիրիայի ղեկավարը ընդունվում է Սպիտակ տանը, նրան օծանելիք են նվիրում, պատժամիջոցներն են հանում, չգիտեմ, բասկետբոլ են խաղում եւ այլն։ Սա իրոք պատմականորեն աննախադեպ է, այստեղ Իրան չկա։ Մինչդեռ Իրանի ներսում է ճգնաժամ հասունանում, ոչ թե քաղաքական, այլ հենց ջրի ճգնաժամ, 15 միլիոնանոց Թեհրանը ջուր չունի։ Եվ ասում են, եթե մինչև տարվա վերջ անձրև չգա, Թեհրանի ճակատագիրը կախված է այդ անձրևից եւ խոսում են նաև հնարավորության մասին, որ մասնակի էվակուացիայի գործը կարող է հասնել։ Այս ամենը տեղի ունենում մեզանից հարավ, Իրանն 90 միլիոն բնակչություն ունեցող մի ահռելի մեծ երկիր, սա Հայաստանին ամենայն դեպս ուշադրություն է պահանջում եւ գիտակցում, որ սրանք հարցեր են, որոնք միայն ակադեմիական հետաքրքրություն չէ, որ իրենից ներկայացնում են, այլև շատ շահագրգիռ հետաքրքրություն։ Օգոստոսի 8-ից հետո էլ այս պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել իրանական տարբեր շրջանակներից, մենք ինչ-որ տարբեր հերթապահ մտահոգություններ ենք լսում, մինչդեռ մտահոգվելու առանձնակի բան ի սկզբանե ոնց չուներ Իրանը, հիմա էլ չունի, բայց այնուամենայնիվ այդ մտահոգությունները շարունակում է հայտնել, դե որովհետև մեջտեղում Միացյալ Նահանգներն են, բայց եւ Ռուսաստանն էլ, այսպես ասենք, դրդում է միշտ Իրանին, այսպես ասենք, բացասական կարծիքով հանդես գալ այս բոլոր պրոյեկտների հետ կապված եւ Իրանում էլ կան շրջանակներ, որոնք այդ ընդունիչը ռուսական ազդակների ունեն իրենց մոտ։ Փորձենք գնահատել քաղաքական պահը, հասկանալ ինչ է կատարվում Իրանում եւ Իրանի շուրջ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է Ռուբեն Մինասյանը, լրագրող, ով տարբեր լրատվամիջոցների հետ համագործակցելով
լուսաբանում է Իրանի քաղաքականությունը։ Բարև եք եկել, պարոն Մինասյան, շատ ուրախ եմ ձեզ նորից տեսնել։ Շատ հաճելի է։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Դե սկսենք այսպես մերձավոր արևելքից, ինչու, որովհետև իսլամական հեղափոխությունից սկսած դա մի այսպես գաղափարախոսական մի տար է իր մեջ պարունակում, մեծ չափաբաժին, ավելի շուտ տարել չէ, բայց այդ ամենը ենթակառուցվածքը այլևս չկա եւ իներցիայով շարունակում են խոսել, ինչ որ ասում են փող է գնում, ինչ են մտածում սրա հետ կապված ձեր գնահատականը։ Դե Հեզբոլլահը հիմնականում Իրանի համար կարելի է ասել, որ Հեզբոլլահը հենց Իրանի զավակներից է, որովհետև այսինքն այնքան սերտ են կապերը Հեզբոլլահի հետ, ուղիղ, անմիջական, այո։ Եվ չեն թաքցնում մեծ հաշվով։ Երբեք չեն թաքցրել։ Իրանական կողմը երբեք այդպես ուղիղ չի ասել, որ մենք ֆինանսավորում ենք կամ մենք զենք ենք տալիս, բայց Հեզբոլլահի կողմը միշտ ուղիղ ասել է, որ մենք զենքեր ենք ստանում, եւ լավ ենք անում, եւ գումարել ենք ստանում, եւ պետք է եւ սրանից հետո էլ ենք ստանելու։ Հիմա ինչքան ես եմ հետաքրքրվել, արդեն եւ աշխարհի փոփոխության հետ համահունչ իրանցիները սկսել են օգտագործել, այսինքն Հեզբոլլահին սկսել են մատակարարել ոչ թե փող ասելով, ոչ թե դրամ, որովհետև ժամանակին ճամբրուկներով գումար էր գնում, դոլար էր գնում։ Հիմա արդեն գնացել են վիրտուալ փողերի, բիտքոյնի եւ կրիպտո արժույթների օգտագործման, որոնք այդքան էլ հեշտ հետագծելի չեն եւ պարզ չի դառնում, թե ենթադրենք այս $1 միլիոն աղբյուրը որտեղից է եւ ինչի համար է ծախսվում։ Ես ինչքան տեղյակ եմ, վերջին տարիներին արդեն լայնորեն սկսվում է կրիպտո արժույթներով մատակարարել Հեզբոլլահին, որպեսզի իր խնդիրները կարողանա լուծել։ Օրինակի համար հետաքրքիր է, եթե Հեզբոլլահի տիրապետության տակ գտնվող տարածաշրջանում ինչ-որ մի շիա իսլամի տուն վնասվում է, Հեզբոլլահն անմիջապես այդ տան գումարը փոխհատուցում է այդ ընտանիքին եւ ասում է, որ գնա ուրիշ տեղ ապրի, որ դու ոչ մի խնդիր չունես, եւ դրանով հանդերձ կարողանում է իր հսկողությունը այդ տարածքների վրա պահել, այսինքն եւ միայն փողով, թե չէ այդտեղ ասենք, որ եթե փողի ֆակտորը Հեզբոլլահից հանենք, այդտեղ ինքը ոչ մի ուրիշ հետաքրքրություն չի ունենա ժողովրդի մեջ։ Հիմա արդեն կրիպտոներով կարողանում են մատակարարել եւ Հեզբոլլահն կարողանում է գոյատևել։ Մի քիչ հույս էր ներշնչում Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների խոստումները առ այն, որ մենք զինաթափելու ենք Հեզբոլլահն եւ կփորձենք զինաթափել, բայց կարծես թե բանակը Լիբանանի դեռ այն մակարդակի չի, որ կարողանա Հեզբոլլահի հետ, այսպես ասենք, առճակատման մեջ մտնի եւ Հեզբոլլահին էլ չեն կարողանում բանակցությունների դաշտ բերել զինաթափման մասին համանավանդ խոսալու եւ մյուս կողմից էլ պարզ է, որ Իսրայելը արդեն չունենալով իր նախկին թշնամիներին, այդտեղ մնացել է միայն Հեզբոլլահը, որ իրենից ուժ է ներկայացնում եւ Իսրայելն էլ մտածում է, որ ինչքան հնարավոր է շուտ ձերբազատվի իր բոլոր հակառակորդներից եւ բնականon կյանքի հուն վերադառնա։ Ես նաև լիբանանյան որոշ աղբյուրներում այսպիսի միտք կար, որ ձեռնտու է Լիբանանի ներկայիս կառավարությանը, որ համագործակցի Իսրայելի հետ, միասին կարողանան Հեզբոլլահին վերջ տալ։ Կարծես թե այդ ուղղությամբ են գնում, հիմա արդեն ապագան ցույց կտա, թե ինչ հաջողություններ կունենան։ Մահակը Իսրայելից, քաղաքականությունը իրենցից։ Այո։
Եվ Սիրիայի այս վերջին զարգացումները արդեն իրոք Հիզբոլլահին շատ նեղ դրության մեջ են դնում, որովհետև լրիվ ինքը կտրվում է աշխարհից եւ իր լրիվ զենքի ստանալու եւ մյուս խնդիրների հարցում այն ուժերը, որ Սիրիայից էին իրեն օգնում, արդեն կարծես թե չկան Եվ այդ ճանապարհներն էլ փակվում է, հետաքրքիր է, որ ինչի վրա են հույս դնում Հիզբոլլահը, դե գաղափարական բան կա, խնդիր կա եւ իրենք մեկ է մտածում են, որ իրենք ճիշտ են եւ իրենց արածը շարունակելու են։ Բայց Իրանում ինչ են մտածում։ Իրանում այնքան վերջին տարիներին, ոչ միայն վերջին տարիներին, Իրանի հեղափոխությունից հետո այնքան փող է ներդրվել այդ ճակատը պահելու դեպի Իսրայել, որ հիմա մի կողմից չեն կարողանում այդ դրած գումարներից հրաժարվել։ Մյուս կողմից էլ չեն հասկանում, որ հիմակվա ստեղծված իրավիճակով ինչ պիտի անեն։ Ռուսներն ասում են առանց բռնակի ճամպրուկ, հա, դեն շփրտել նապսոս է, տանելը ծանր։ Այո։ Նույն իրավիճակն է։ Իհարկե հիմա Իրանի ներքին խնդիրները այնքան ծայր աստիճան բարդացած են, որ երևի թե հիմա Իրանը այդքան էլ ժամանակ չի ունենա արտաքին խնդիրներով զբաղվել, որովհետև Պարոն Մինասյան, այդ snapback մեխանիզմը նորից գործարկվեց։ Այո։ Հիմա խոսում են ջրի ճգնաժամի մասին, որ Թեհրանում էլ իրավիճակը շատ ծանր է, եւ բոլորը խոսում են վատ կառավարման մասին, ցածր որակի կառավարման մասին, բարձր կոռուպցիայի մասին, մեծ աղքատության մասին։ Այս պատժամիջոցներն էլ եկել ու ծանրացել են այս ամեն ինչի վրա, էլ ավելի ծանր, քան մինչև այդ snapback-ներ, ինչա լինում։ Պատժամիջոցները հիմնականում բեռ են դառնում ժողովուրդների ուսերին։ Դե Այսինքն իշխան քաղաքացու։ Այո, որովհետև այնտեղ թանկանում են դեղերը, նամանավանդ այն դեղերը, որոնք Իրանում չեն արտադրվում, եւ շատ թանկ են, ներմուծվում են եւ շատ թանկ են, դրանք եթե մինչև հիմա ենթադրենք աստղաբաշխական թվերին հասել, հիմա արդեն հասարակությունը պարզապես չի կարողանում դրանցից օգտվել։ Եվ ամիսներ է, որ Թեհրանում նամանավանդ այդ խնդիրը կա, որ մարդիկ, որ ասենք բարդ խնդիրներ ունեն առողջական եւ պարտավոր են այդ դեղերը օգտագործել, արդեն մշտական օգտագործում։ Այո, արդեն չունեն այն հնարավորությունը, որ այդ դեղերը ձեռք բերեն։ Նմանատիպ խնդիրներ միշտ առաջացնում են պատժամիջոցները։ Snapback-ի գործարկումից հետո արդեն դոլարի թանկացումը կարծես թե Իրանում շատ հասարակ, շատ սովորական բան է դարել, ամեն առավոտ մարդիկ արթնանում են դոլարի լրիվ նոր կուրսով, ինչը որ միշտ իշխանավորները ամեն առիթ բաց չեն թողնում, ասել որ դա փուչիկ է, դա կիչնի եւ արդեն 40 տարի է այդ փուչիկը փչվում է ու չի իջնում։ Ջրի խնդիրը շատ լուրջ խնդիր է, որովհետև եթե չեմ սխալվում, տասնամյակներ է, որ բնապահպանները նման զգուշացումներ տվել են եւ երևի ձեզ համար զարմանալի կլինի, որ այն խմբերից, մեծ խմբերից, որ բանտերում են, մեկը բնապահպաններն են Իրանում, որ ով նախկինում հիմա էլ, այսինքն եթե մի քիչ լուրջ էին խոսում եւ տրամաբանում, որ մենք խնդիր ունենք բնապահպանական, օրինակի համար Ուրմիայի լիճը արդեն չքանում է կամ Թեհրանի ջուրը մի քանի տարի ավել չի դիմանա, անմիջապես այդ մարդկանց բանտարկում էին եւ հիմա շատ մեծ բանակ կա բնապահպանների բանտերում, որոնք էլի նորից նույն խնդիրները բարձրաձայնում են ու ոչ միտեղ չի հասնում։ Մի այսպիսի տեսություն էլ կա իհարկե միշտ տեղեր է Իրանում այդ տեսությունը շատ խոր արմատներ ունի, որ կամ ասում են, որ անգլիացիների մեղքն է, վերջին 30-40 տարում նաև ասում են, որ Իսրայելի մեղքն է, որ այդտեղ հիմքեր կա կասկածելու, որ հնարավոր է, որ Իսրայելը արբանյակների միջոցով ազդի
մթնոլորտի վրա կամ բնության վրա Թե լավ տենց է արդեն ամենս դավադրապաշտուց ֆանտաստիկայի ժանրից է որովհետև օրինակի համար Թեհրանի պարագայում սա 6-րդ տարին է 6-րդ աշունն է որ անձրև չի գալիս այսինքն մի բան որ մինչև հիմա Թեհրանի համար աննախադեպ է եղել եւ կառավարությունը իր ամբողջ հույսը հենց դա էր որ աշնանը նորից անձրևներ կլինեն գոնե ինչ որ չափով ջրի պաշարները կավելանան եւ մենք կհասնենք ձմռանը որ արդեն ջան գալիս այո բանով այդ խնդիրը կլուծենք մինչդեռ արդեն պարզ է որ գոնե առաջին ամիսը Թեհրանը լինելու է առանց անձրևի մի այսպիսի խոսքել ասել էր նախագահը որ եթե անձրև չկա պետք է Թեհրանը տեղափոխենք որ հետո մարդիկ էլ Twitter-ում կամ սոցիալական ցանցերում դրանի պատասխան ասում են որ մենք արագիլներ չենք որ ջրի հետևից հնարավոր լինի տեղափոխվել չվենք ուրիշ ավելի խոնավ երկրներ այնքան այդ միտքը անտրամաբանական էր որ մարդ չգիտի ոնց արձագանքի վերջին շաբաթվա ընթացքում արդեն գիշերները Թեհրանը ջուր չունի գիշերը 8-ից կարծեմ եթե չեմ սխալվում մինչև առավոտյան 8-ը ջուրը անջատում են որպեսզի ցերեկը կարողանան օգտվել, բայց բոլոր մասնագետները եւ կառավարությունում պատասխանատուներն ասել են, որ ամենաշատը մինչև 10 օր կարող ենք ջուր մատակարարել Թեհրանին։ Դրանից հետո չգիտենք ինչ պետք է արվի։ Ծրագրեր կան, որոնք փորձում են ուրիշ ջրամբարներից խողովակների միջոցով Թեհրանի ջրամբարներին ջուր հասցնեն, որ էլի բնապահպանների մեծ մասը ասում են, որ անիմաստ գործ է, որովհետև անմիջապես նրանք են ադադարկվելու եւ ուրիշ տեղերում էլ այդ խնդիրը առաջացնելու, ուրիշ քաղաքներ էլ դարձնելու եք Թեհրանի նման առանց ջուրի։ Թեհրանը ընդհանրապես նախատեսված է եղել 8-ից 12 միլիոն բնակչության համար եւ բոլոր ենթակառուցվածքները դրա համար են եղել։ Հեղափոխությունից հետո որ արդեն սկսեց Թեհրանը մեծանալ եւ հիմա դուք ասեցիք 15 միլիոն, բայց բան կա որ 18-ից 24 միլիոն բնակչություն ունի Թեհրանը եւ դա ամեն ինչը բարդացնում է։ Պարզ չի թե 10 օրից հետո ինչ են ասելու Թեհրանի ժողովրդին եւ Թեհրանի ժողովուրդը ինչպես է կարողանալու դիմակայել այս դժվարությունները։ Բարմինացան հարց է առաջանում, այս ճգնաժամը շատ լուրջ ճգնաժամ է, բայց ինչպես դա կանդրադառնա Իրանում քաղաքական ռեժիմի կայունության վրա, որովհետեւ ես նայում եմ պարսկական Telegram ալիքները դժգոհությունը շատ մեծ է։ Որում գիտեք ինչ տիպի դժգոհություն է, ոնց որ այն սովետի վերջին տարիները լիներ, ես հիշում եմ, երբ այդ դժգոհությունը զուգորդվում էր անեկդոտների, հումորի, երգիծանքի, այդ ամենի հետ, հա, այսինքն արդեն անլուրջ վերաբերմունք կա, էլի, իշխանության այդ ինչ-որ խիստ հայտարարությունների մեկի մյուսի ինչ կապակցվածություն եք տեսնում եւ ինչ միտումներ հաստատ։ Տեսեք, իշխանությունը իրոք թուլացած է Իրանում։ Ամենացայտուն օրինակը գլխաշորի խնդիրն է եղել Իրանում, որը միշտ եղել է, այսինքն վերջին 40 տարիների ընթացքում Իրանը չէր լինի պատկերացնել առանց գլխաշորի։ Դե հա։ Մինչդեռ հիմա նամանավանդ Թեհրանում եւ մեծ քաղաքներում արդեն գլխաշորը խնդիր չէ։ Այսինքն արդեն կարելի է ասել, որ շատ քչերն են գլխաշոր կիրառում եւ ով էլ որ չի կիրառում, իշխանությունները իրենց հետ որևէ խնդիր չունեն։ Եվ այդ ազդակը ձեռքից տալը արդեն ցույց է տալիս, թե ինչքան է իշխանությունը թուլացել
հասարակությունը ղեկավարելու իմաստով։ Նորից խնդիրներ կան, այսինքն փորձում են խորհրդարանում որոշ падգամավորներ այսպես ճառեր են ունենում, որ սա չենք կարող մենք զիջել, մի բան արեք, սրա հանդեպ ժողովրդին կարգի հրավիրեք եւ այլն, բայց դրանք խոսքերի մակարդակից այն կողմ չեն գնում եւ բոլորը փողոցներում շատ զարմանալի է, որ հիմա դրանից հետո սկսել են կոնցերտներ Թեհրանի փողոցներում ինքնաբուխ, այսինքն ոչ նախապես հայտարարված երաժշտության գործիքները ով տունը ունի, վերցնում, գնում է, խմբվում են իրար հետ եւ օրինակի համար ռոք կոնցերտ են կազմակերպում Թեհրանի ինչ որ բանուկ հատվածում եւ մարդիկ գալիս սկսում են ուրախանալ առանց գլխաշորի Պարել եւ այլն, որ եթե դուք այդ կադրերը որ տեսնում եք, եթե ոչ ոք չասի, որ սա Թեհրանն է, այո, մարդիկ երբեմն մտածում են կամ նույնիսկ տեսակետ են հայտնում, որ սուտ եք ասում, սա Թեհրանը չի, Թուրքիան է օրինակի համար։ Մինչդեռ Թեհրանում եղած մարդը արդեն կարողանում է տարբերել, որ չէ, դա իրոք Թեհրանում է։ Իշխանություն կարելի է ասել, որ այդ իմաստով արդեն չունեն իշխանությունները Թեհրանում եւ չեն կարողանում, որովհետեւ լուծում էլ չեն ունեցել վերջին տարիներին ոչ մի խնդրի համար, դրա համար հասարակությունն էլ ոչ հավատում է, ոչ հետևում է իրենց ասածներին։ Եվ ուր է տանում այս process-ը։ Իշխանական կողմը, այսինքն եթե առանձնացնենք Իրանի ընտրված, այսպես ասած, իշխանություններին մյուս թևի հետ, որը ղեկավարում է հոգևոր առաջնորդը, միշտ կողմ են եղել, որ պետք է բանակցենք։ Բայց մյուս կողմը, որովհետև եւ ավելի կշիռը ծանր է եւ ավելի ուժեղ է, միշտ սանձել է այդ բանակցությունների գնալու հնարավորությունները վերջին օրերին կրկին էլի խոսքեր կար, որ չէ Ամերիկայի հետ խոսելու որևէ հարց չունենք, ընդհանրապես տրամաբանական չէ Ամերիկայի հետ խոսելը, որովհետև մեր խնդիրները գաղափարական են եւ Ամերիկան չի հրաժարվելու իր, այսպես ասած, իմպերիալիստական քաղաքականությունից եւ դրա համար էլ մենք խոսալու խնդիր չունենք Ամերիկայի հետ, բայց այսօր մի այսպիսի լուր տարածվեց, որ հոգևոր առաջնորդի գրասենյակի անդամներից մեկը ասել է, որ խելացի բանակցությունները Ամերիկայի հետ չի արգելվի այսուհետ։ Իսկ ինչ ասել է խելացի։ Դե բառ է, որ գտել են, մինչև հիմա չի օգտագործվել այդ բառը, հիմա փորձում են այդ բառի անվան տակ բանակցությունները Ամերիկայի հետ հնարավոր համարել եւ կառավարությանը, արտաքին գործերի նախարարությանը եւ այլն ասեն, որ գնացեք բանակցեք, տեսնենք ինչ ենք անում։ Պարոն Մինասյան, տեսեք կան որոշ շրջանակներ եւ Միացյալ Նահանգներում եւ Իսրայելում, որոնք խոսում են անխուսափելի երկրորդ պատերազմի մասին Իսրայելի եւ Իրանի միջեւ։ Եվ կան շրջանակներ, ովքեր շատ բաց տեքստով եւ Իսրայելում եւ Միացյալ Նահանգներում դեմ են խոսում նման հնարավորությանը, հա, հենց Իսրայելում դեմ են խոսում, Միացյալ Նահանգներում էլ խոսում են այն մասին, որ պետք է ամեն ինչ անել դա թույլ չտալու համար, հա, այդ երկրորդ պատերազմ։ Որում ինչպես են դա հիմնավորում, ասում են այն ինչ որ դուք եք ասում, որ էականորեն թուլացած է Իրանում քաղաքական ռեժիմը եւ թուլանալով այն կարող է ուղղակի ներսում տրանսֆորմացվել, հա, այսպես ասենք, կամ պայթել, կամ ասենք այն Գորբաչովյան տարբերակով ուղղակի իր սնանկությունն արձանագրի եւ ասի եկեք հասկանանք, վերջ փողը վերջացել է, եկեք ամեն ինչ դնում ենք մի կողմ, հասկանանք ինչ ենք անում, բացվենք աշխարհին, մինչև կերևա ինչ կանենք։
Չեք կարծում, դա հնարավոր տարբերակ է, թե այն է ինչ որ դուք այսպես հպանցիկ ասացիք, մինչև պայթյուն, ասենք պայթյունով լինի, որովհետև Իրանում պայթյունները միշտ, այսպես ասենք, Հնդկաստանի նման Մահատմա Գանդիի շարժման պես չի լինում, էլի, դեղ քար, փայտ, մոլոտովի կոկտեյլ կամ հրազեն կամ չգիտեմ Դժբախտաբար ոչ միայն ես, Իրանում նաև բոլորը կարելի ասել համակարծիք են, որ Իրանի ներկայիս հոգևոր առաջնորդը չի գնա նման քայլի եւ ինքը այդպիսի մարդ չի, որ մի օր հայտարարի, որ ես գնացի կամ հայտարարի, որ լավ հիմա իմ լիազորությունները ես փոխանցում եմ խորհրդի եւ տեսեք հիմա այդ խորհուրդը ինչ կասի ըստ դրա շարժվենք Իրանի ներկայիս հոգևոր առաջնորդը նման բնավորության տեր մեկը չի ինքը գնալու է մինչև վերջ եւ իր համար ընդհանրապես հասարակությունը խնդիր չեն այսինքն ինքը ընդհանրապես խնդիր չունի թե հասարակությունը միլիոներով զոհ կտան, թե չեն տա, թե համաձայն են, թե համաձայն չեն, ինքը լուրջ հիմնավորում է, որ ինքը Աստծո կողմից է եւ ինքը ինչ ասում է ճիշտ է եւ պետք է այդպես լինի։ Թե հիմա տեսեք նախքին պատերազմում էլ Իսրայելում նման հույս կար, որ Իրանի ներսում ինչ-որ ցնցումներ կլինի, ժողովուրդը դուրս կգա, կբողոքի, խնդիրը շատ ավելի խորքային է։ Իրանի հասարակությունը այդքան հիմա չի լինի ասել պատրաստ չի, որտեղ հեղափոխությունները նախապես չեն ծրագրվում, բայց չգիտի ինչի համար պետք է հեղափոխություն անի, ում հետևից պիտի գնա, հետո ինչ պիտի լինի, ով պիտի գա, դրանց այդ պատասխանները չկան։ Կամ այդ պատասխաններին որոշ մարդիկ օրինակի համար նախկին թագավորի տղան փորձում է արտասահմանից Ամերիկայից կերակրել նման թեզերը, թե դուք մի բան արեք, մենք կգանք, մենք ունենք ծրագրեր եւ այլն, բայց դրանց էլ հիմա հավատացողներ արտասահմանում գտնվող ուժերին այդքան մեծ հավատացողներ չկան եւ դրա համար այդ երկընտրանքի առաջ է կանգնած հասարակությունը եւ քանի որ ներսից որևէ փոփոխության հույս չկա մտածում եմ, որ եթե նույնիսկ հեղափոխությամբ իշխանությունը կարողանանք փոխել, ինչ պիտի անենք։ Իշխանությանը կասենք ոչ, իսկ ում ենք ասում այո։ Այո, եւ այնքան իրավիճակը լուրջ է, որ ենթադրենք հիմա այս վակուում կա, էլի։ Այո, հիմա ենթադրենք մի հոգու էլ գտանք, ասեցինք այո, բայց այդ մարդը Թեհրանին ո՞նց է ջուր հասցնելու։ Այսինքն այնքան լուրջ խնդիրների առաջ են կանգնած, որ պատասխան չկա։ Պարմինս, նաև ես երեք այսօր իրանական էլի էմիգրանտական, հա, տելեգրամ ալիքներում մի հետաքրքիր տեսանյութեր տեսա, իրանական բանակի երկու զինվորներ բացում են շահական Իրանի այն առյուծով եւ արևով Իրանի դրոշը հետո տեղեկատվություն է գալիս, որ նրանց ձերբակալել են մետրոյում Թեհրանի ընդորում, սոց դեմոնստրատիվ ու նաև ծափահարություններն եմ հիշում։ Եվ մի գնդապետի, որ էլի տենց մի կարճ, մի 30 վայրկյանով ինչ-որ ճառ էր ասում ու բացել էր էլի այդ դրոշը։ Նա ձերբակալվել է թե ոչ չգիտեմ, չեմ հետևել։ Բայց այնուամենայնիվ, ի վերջո Իրանը 3000 տարվա պետություն է եւ հարցը ոչ թե շահի արքայազնին հավատալու չհավատալու հարցն է, այլ պետության հարցն է, հա։ Եվ այդ 3000-ամի հետ միապետության այդ ավանդույթը մարդկանց մեջ ինչ-որ բռնվելու տեղ է, հա, ոնց որ տալիս, քան եմ անբան։
Գիտեք, այդ 3000 Անձի հարցը չի, էլի։ Հասկանալի է, այդ 3000 տարիա, այդպես ասած, պետականության այսպես կարելի ասել, միֆը հենց ստեղծել է նախկին թագավորը։ Հա 2500-ամյա բաներ, տոնակատարություններ կազմակերպելով եւ հայտարարելով, որ մենք 2500 տարվա պետականություն ենք ունեցել, մինչդեռ մեծ շքերթ կա, տեսանյութ կա դրա։ Այո, մինչդեռ լուրջ պատմաբաններ եւ Իրանի պատմությամբ զբաղվող հենց իրանցիներ միշտ ասել են, որ Իրանը այո, պետականություն ունեցել է, բայց այդ պետականությունը իրար հաջորդող պետականություններ չեն եղել։ Ժամանակ ա եղել, որ աֆղաններն են պետականություն հաստատել Իրանում, թուրքերն են եւ դա չի նշանակում, որ այդ պետականությունը իրար հաջորդող պետականություններ է եղել։ Համենայն դեպս իրանցիները իրենց այդպիսին համարում են եւ մտածում են, որ դա է կարևոր։ Այո, մտածում են, որ շատ որովհետեւ նախքին ասենք ռեժիմի կամ թագավորի օրոք հիմա որ հետահայաց են նետում, տեսնում են, որ այն մարդը եթե այն ժամանակ խոսում էր ատոմային էներգիայից, որ մենք պետք է ատոմային էներգիա ունենանք, որովհետև մեր ժողովուրդը բազմանում են եւ մենք ուրիշ ձև չենք կարող էներգիայի կարիք ունենք եւ հետո հոգեվորականները ասում էին, որ դա սատանայական միջոցներ են եւ սա ուզում է սատանային բերել մեր տները, հիմա իրենք չգիտեն ում դուրը ծեծեն, որ այդ իրենց ասած սատանային բերեն կարողանան օգտագործել։ Մարդիկ երբ համեմատում են, տեսնում են, որ նախկինները շատ ավելի լավ են մտածել, շատ ավելի ճիշտ են մտածել, հարաբերություններ են ունեցել ամբողջ աշխարհի հետ, Իրանի պասպորտը եղել է ամենահարգված պասպորտներից մեկը, Իրանի ներքին արտարժույթը շատ ավելի կայուն է եղել, շատ ավելի արժեք է ունեցել հիմակվա հետ համեմատած Եվ շատ մեծ զանգված կա, որ մտածում է, որ նորից Իրանը պետք է թագավոր ունենա, թե հիմա այդ թագավորը սիմվոլիկ դեր կկատարի, սահմանադրական միապետություն։ Այո։ Բայց ասում եմ, դրանք այնքան տարբեր են Իրանի ներսում, որոշները կան, որ օրինակի համար շատ լուրջ թև կա կամ այսինքն շատ լուրջ ալիք կա Իրանում հենց իշխանության մեջ, որ ասում է ոչ, բանը պետք է գնանք փոփոխությունների քայլ առ քայլ։ Առաջի հերթին օրինակի համար հոգևոր առաջնորդը իր լիազորությունները հանձնի խորհրդի, հետո արդեն այդ խորհուրդը այնքան այսինքն մի հոգանոց որոշումներ կայացնելու ինստիտուտ չի դնի, պերսոնալիստական ռեժիմ չունի, եւ դրան եւ ավելի արժեք կգտնի խորհրդարանը եւ արդեն այդ ձևով կկարողանանք ներքին լիբերալիզացիայով այսպես դուրս գանք այս իրավիճակից, բայց խնդիրները արդյոք կսպասեն նման մտածողների եզրակացություններին թե չէ, դժվար է ասել, որովհետև տնտեսագետները շատ լուրջ արդեն երևի մի 100 տնտեսագետ զգուշացրել է, որ տնտեսական այս ճանապարհը, որով մենք գնում ենք, 6 ամսից 1 տարվա կյանք ունի։ Դրանից հետո մենք չենք կարողանա այսօրվա դրությամբ արդեն Իրանի իշխանությունները գումար են փնտրում, մտածում են, թե ինչպես պետք է տարեվերջի աշխատավարձերը վճարեն, որովհետև արդեն տարեվերջին 2 անգամ աշխատավարձ պետք է վճարեն նոր տարվա կապակցությամբ, իրենք հիմակվանից արդեն փնտրտուքի մեջ են, որ մենք ինչ ենք անելու մի քանի ամիս հետո, որ պետք է 2 անգամ աշխատավարձ վճարենք ժողովրդին եւ ոչ միայն պետական կառույցներում, այլ նաեւ գործարարներ եւ այլն շատ լուրջ անընդհատ եթերներ են անում եւ բացատրում են, որ
հիմա թռչնամիսի լուրջ խնդիր կա Իրանում, թռչնամիսի արտադրությունը արդեն կարելի է ասել, որ չի աշխատում Իրանում, այնքան խնդիրներ կա, որ ձեռնտու չի արդեն թռչնամիս արտադրել եւ ժողովուրդը արդեն դրանից էլ է զրկվել։ Մի տնտեսագետ անցյալ օրը ինքը համալսարանի դասախոս է, տնտեսագիտական եւ ասում էր, որ եթե հասարակությունը մինչեւ 3 կարողանում էր մրգով, մածունով եւ հացով կշտանալ, հիմա արդեն մածունն ու հացն էլ քիչ-քիչ դուրս են գալիս ցանկից, թե հասարակությունը ինչպիսի կարձագանքի այդ իրավիճակին դժվար է ասել։ Եվ ամփոփելով շատ կարճ պարոն Մինասյան, Իրանը մեր հարևանն է եւ մեր լավ հարևանն է, մեր նեղորվան միշտ հասել է, մենք միշտ իրար առաջ բաց ենք եղել, իրար վստահել ենք, հա։ Իրանը մեր տարածաշրջանի այն հարևանն է, որը վերջին 200 տարվա մեջ մեր տարածաշրջանում պատերազմ չի վարել։ Որտեղ ասեք վարել է ոչ մեր տարածաշրջանում, ի տարբերություն մեր տարածաշրջանի 2 այլ հարևանների։ Նա այս փոփոխությունները, որոնցով հղի է Իրանը, միանշանակորեն այդ փոփոխությունները պատմականորեն անխուսափելի են։ Դուք ուղղակի այդ ներսից ձեր գիտելիքներով, հա, ինչ խորհուրդ կտաք, ինչին սպասի Հայաստանը, հա, ինչի հետ է գործ ունենալու Հայաստանը։ Այդ փոփոխությունների արդեն դինամիկ, հա, այդ փուլում, ընթացքում եւ դրանից հետո դրա արդյունքում, համեցեք։ Դե եթե ինչ որ լուրջ փոփոխությունների գնա, օրինակի համար Հայաստանը շատ մտածելու խնդիրներ կունենա սահմանի ապահովության եւ այս առանց վիզային ռեժիմը շարունակելու թե չշարունակելու, որովհետեւ կարծում եմ, որ պարզ է, որ եթե օրինակի համար 5 միլիոն իրանցի որոշի, որ մի քանի օր ապաստան գտնի Հայաստանում, Հայաստանի տնտեսական եւ արևմտահայերն ասում են ընկերային իրավիճակը ինչպիսի կփոխվի Հայաստանում եւ արդյոք ընդհանրապես Հայաստանը ունակ է այդքան մեծ թվով մարդկանց ռեզինից չի լավ սենսոս։ Այո, ուր են գալու։ Մենք իրոք լավ շատ մեծ դաշտ կա այստեղ մտածելու, որ ինչ Իրանում ինչ զարգացումների դեպքում մենք ինչպես պետք է վարվենք։ Այդտեղ լուրջ մտածելու տեղ կա եւ խնդիրներից մեկը հենց դա է, որտեղ հիմա քիչ չեն մարդիկ, որ Հայաստան այցելել են Իրանից եւ բոլորը կարելի է ասել, որ գոհ են եւ առաջին իսկ պահին պարզ է, որ մարդիկ Աֆղանիստան չեն գնալու, Պակիստան չեն գնալու, Իրան չեն գնալու, Թուրքիան թանկ երկիր է, բոլորը չէ որ կարող են գնալ, բայց մեքենայով բոլորը կարող են որոշեն, որ նստում ենք մեր մեքենաները եւ գնում ենք Հայաստան, մինչեւ Ադրբեջան։ Ադրբեջանից այդքան գոհ չեն։ Եվ Ադրբեջանում ընդհանրապես իրանցիներին այդքան չեն սիրում, ինչպես Վրաստանում։ Այդքան հաճելի չի իրենց համար Ադրբեջան գնալը կամ Վրաստան գնալը։ Ազերիները Իրանի։ Իրանի ազերիները ավելի շատ երևի կնախընտրեն Թուրքիա գնան, քան թե Ադրբեջան։ Ինչքան չլինի Թուրքիան ավելի զարգացած, ավելի Եվրոպային հարող պետություն է եւ բայց քաղաքական իմաստով մեզ ամենամեծ վտանգը, որ Հայաստանը կարող է առերեսվել, դա Իրանի մասնատվելն է։ Այսինքն եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, վտանգը իրական է համարում։ Տեսեք, չեմ կարող ասել իրական չէ, չեմ էլ կարող ասել, որ իրական է, որովհետև հյուսիսային շրջանում չի կարելի, այսինքն
խնդիրների զարգացմանը պետք է նայենք, այսինքն հիմա չես կարող ասել, որ հիմակվա դրությամբ չէ, իրական չէ, բայց եթե խնդիրները այնպես զարգանան, որ թրքախոս հատվածը մտածի, որ Թուրքիային կամ Ադրբեջանին միանալով ինքը կարող է փրկվել, հաստատ այդ գործը կանեն։ Եվ մեզ համար շատ լուրջ իրավիճակ կստեղծվի տարածքում, այսինքն մենք կտրվենք Իրանից, այդ ամբողջ հարավը սահմանակից կլինենք էլի թրքախոսների եւ թուրքական պետության հետ։ Բայց ես կարծում եմ Իրանը ինչքան էլ որովհետեւ վերջի տարիների կամ վերջի 100-ամյակների պատմությունը հենց այդ է ցույց տալիս, որ Իրանը երբեք այդպես մասնատման շարժումների չի գնացել եւ մասնատման շարժումները այդքան էլ հաջողություն չեն ունեցել Իրանում, նույնիսկ այն ժամանակ, որ ռուսներն են փորձել Իրանի հյուսիսում մասնատման ինչ որ քայլեր անել եւ չեն հաջողել։ Իրանի հասարակությունը ավելի շատ իրեն առաջի հերթին իրանցի է զգում, քան թե ասենք թուրք, բալուչ կամ քուրդ կամ արաբ։ Եվ հենց դա հիմք է տալիս մտածելու, որ այդ սցենարը չի աշխատի։ Իսկ մյուս խնդիրները իշխանությունների համար լուրջ մտածելու տեղիք են տալիս, որ գոնե այդ think tank-ի բանը ունենանք, մտածած լինենք, որ եթե քայլերի հաջորդականություն ունենանք, եթե առավոտյան արթնացանք եւ հայտարարեցին, որ հոգեվոր առաջնորդը մահացել է։ Մենք ինչ քայլ պետք է անենք, արդյոք մենք ժամանակավորապես ճիշտ չի լինի, որ վիզային ազատ ռեժիմը դադարեցնենք, օրինակի համար սառեցնենք, որովհետեւ դրանք մեկ ամսով արալ։ Դրա փորձերը կա աշխարհում եւ դա բան չի, այսինքն աննորմալ քայլ չի համարվի։ Համենայն դեպս պետք է մտածել նման հնարավորությունների շուրջ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Մինասյան, ձեր այս շատ կարևոր եւ օգտակար դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին, նաեւ տեղեկությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու, ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար մենք ուշի ուշով կհետևենք դեպքերի զարգացմանը մեր լավ հարևանի մոտ, հա, եւ դիմենք ձեզ պարբերաբար մեկնաբանությունների խնդրանքով։ Մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Հա, մենք զրուցեցինք մեր գործընկեր Իրանի քաղաքականությունը մի քանի լրատվամիջոցներում լուսաբանող լրագրող Ռուբեն Մինասյանի հետ, նա իրանահայ է, հիմա բնակվում է Հայաստանում, լսեցինք իր դիտարկումները կապված Իրանի ներսում եւ Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։